Փաշինյանը մի ձեռքով Եվրամիությունից օգնություն է խնդրում Ռուսաստանից պաշտպանվելու համար, մյուս ձեռքով խնդրում Պուտինին վերակառուցել խորհրդային շրջանում Հայաստանում գործած երկաթուղիները։ Երեկ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը Հայաստանի վարչապետը պատմական իրադարձություն համարեց, որ Ռուսաստանից ցորենով բեռնված գնացքներն Ադրբեջանի ու Վրաստանի տարածքով արդեն Հայաստան են գալիս։ Ժամանակն է վերականգնել Երասխեն Նախիջևանին, Գյումրին Կարսին եւ Իջևանը Ղազախին կապող երկաթգծերը, ասաց Փաշինյանը Պուտինին։ Сейчас уже есть политические решения об открытии этих железных дорог, но я думаю, что ситуация созрела до той точки, что нужно уже провести подготовительные работы. Փաշինյանը սակայն Ռուսաստանին առաջարկում է մասնակցել այն երկաթուղիների վերակառուցմանը, որոնք մաս չեն կազմում Սյունիքով ստեղծվելիք Թրամփի ուղուն։ Վաշինգտոնյան պայմանավորվածություններից մոտ 5 ամիս է անցել, աշխատանքային խմբերն արդեն հայ-ամերիկյան համատեղ ընկերություն ստեղծելու մանրամասներն են քննարկում, որն էլ պետք է շահագործի այդ ուղին։ Բուն շինարարությունը նախատեսվում է սկսել եկող տարվա երկրորդ կեսին։ Առանց Մոսկվայի մասնակցության ծրագիրը կյանքի կոչել չի ստացվի, օրեր առաջ հայտարարել էր Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնյաներից մեկը։ Ալեքսանդր Կալուգինը հիշեցրել էր այդ ճանապարհը ռուս սահմանապահների հսկողության տակ գտնվող տարածքներով է անցնելու։ Բացի այդ, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, հարավկովկասյան երկաթուղիներն էլ ներկայություն ունեն երկրում։ Ուստի ըստ ռուս դիվանագետի Մոսկվան պատրաստ է քննարկել Երևանի հետ Թրամփի ուղու ծրագրին Ռուսաստանի մասնակցության հարցը։ Թեև երեկ Պուտինն ասաց, որ ամեն ինչ լավ է ընթանում եւ կարող են համագործակցել առաջարկված երկաթուղիների վերականգնման հարցում, սակայն Փաշինյանի առաջարկած հատվածներն այդքան էլ չեն հետաքրքրում Մոսկվային, համոզված է քաղաքագետ Բենյամին Պողոսյանը։ Ռուսաստանի համար շատ ավելի կարևոր է իր ներկայությունը Սյունիքով Ադրբեջանը Թուրքիային միացնող ճանապարհին, եւ որի մասին հստակ հիշատակում կար դեռ 5 տարի առաջ ստորագրված այդ հայտնի եռակողմ հայտարարության մեջ։ Իմ կարծիքով Ռուսաստանը հաստատ, այսպես ասենք, բանակցությունների կամ քննարկումների ոչ հրապարակային հատվածում միանշանակ կբարձրացնի այդ հարցը։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որով Ռուսաստանը պետք է վերահսկեր Սյունիքով անցնող ուղին, լուսանցքից դուրս է մնացել Վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո, թեև Մոսկվան անընդհատ պնդում է, որ դրանք դեռ չեն կորցրել իրենց ուժը։ Ինչու հիմա պետք է Հայաստանը համաձայնվի ռուսական մասնակցությանը Թրամփի անունը կրող ծրագրում, եթե անցնող տարիներին ամեն կերպ հրաժարվում էր, որ ռուսական վերահսկողությամբ բացվի այդ ուղին։ Հայաստանը դեռ մի կողմ, Ադրբեջանը, Թուրքիան կամ Միացյալ Նահանգները միթե համաձայն կլինեն դրան։ Քաղաքագետի կարծիքով ոչինչ բացառված չէ, մանավանդ որ հիմա Մոսկվան ու Վաշինգտոնը փորձում են պայմանավորվել Ուկրաինայի հարցում։ Եթե մենք նայենք այս Հայաստան-Ադրբեջան թնջուկը, մասնավորապես ճանապարհների ապաշրջափակումը, ապա այստեղ չլուծված հարցեր գրեթե չեն մնացել։ Հետևաբար ինչն է խանգարում, որ Ռուսաստանը Միացյալ Նահանգները փորձեն գտնել փոխընդունելի լուծում այս հարցում, որը շեշտում եմ, տասնապատիկ անգամ ավելի հեշտ կլինի, քան փորձել գտնել ընդունելի լուծում Ուկրաինայի հարցում։ Հետևաբար տրամաբանությունը հուշում է, որ ռուսները առաջին հերթին պետք է բանակցեն սա ամերիկացիների հետ, եւ եթե հասնեն ինչ-որ պայմանավորվածության, ես մի փոքր բարդ եմ պատկերացնում, որ օրինակ Հայաստանը կամ Ադրբեջանը մերժում է ռուս-ամերիկյան ինչ-որ պայմանավորվածություններ։ Դա մի քիչ պատկերացնել բարդ է անկեղծ ասած։ Նույնիսկ եթե Թուրքիան էլ այստեղ ներգրավենք։ Այդուհանդերձ քաղաքագետը դեռ նախադրյալներ չի տեսնում, որ Ռուսաստանին կհաջողվի Սյունիքում ներկայություն ունենալու հարցում գործարքի գնալ ԱՄՆ-ի հետ։ Իսկ այդ դեպքում Փաշինյանը համաձայն կլինի, թե ոչ, քիչ նշանակություն ունի։ Որոշ էլ հասկանում ենք, որ իրականում իհարկե ամերիկացիների ձայնը շատ ավելի վճռորոշ կլինի։ Հետևաբար, եթե Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները կարողանում են պայմանավորվել օրինակի համար ինչ որ կերպ միավորել նոյեմբերի 10-ի եւ օգոստոսի 8-ի հայտարարությունները, ապա բարդ է պատկերացնել, որ Հայաստանը դեմ է դուրս գալիս եւ այդ ընթացքը կասեցնում է։ Եվ հակառակը, նույնիսկ եթե Ռուսաստանը կարողանում է համոզել Հայաստանին, որպեսզի Հայաստանը համաձայնի իր մասնակցությանը, բայց դեմ են ամերիկացիները, բնականաբար ռուսները չեն մասնակցում։ Որքան մոտենում են խորհրդարանական ընտրությունները, այդքան Հայաստանի պաշտոնյաներն ավելի շատ են խոսում սպասվող արտաքին միջամտությունների եւ հիբրիդային հարձակումների մասին։ Իհարկե, Ռուսաստանի անունն ուղիղ չեն տալիս, բայց դա բացահայտ կերպով անում է Եվրամիությունը։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասն օրեր առաջ հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունն իրենց է դիմել, խնդրելով օգնել ռուսական հարձակումների դեմ պայքարում, ինչի համար իրենք մոտ 15 բիլիոն եվրո կհատկացնեն։ Բացի այդ, Փաշինյանն ամենայն հայոց կաթողիկոսին ու նրա եղբորը Մոսկվայի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդին ռուսական հատուկ ծառայությունների հետ կապ ունենալու մեջ է մեղադրում։ Ինչպես է ստացվում, որ Ռուսաստանից պաշտպանվելու համար Եվրոպայից օգնություն խնդրելուց եւ ամենտեղ ռուսական գործակալներ փնտրելուց հետո Փաշինյանը գնում Պուտինի հետ ջերմ շփվում է եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելուց խոսում։ Կրեմլում դժվար թե մեծ վստահություն լինի Հայաստանի վարչապետի հանդեպ, ասում է քաղաքագետը, բայց եւ նկատում, թե ինչ է խոսվում փակ դռների հետևում, չգիտենք։ Վերջին հաշվով չմոռանանք, որ մենք ստանում ենք իրական ինֆորմացիա ընդամենը 10%, այսինքն այն ինչ որ հրապարակային է ասվում,
լավագույն դեպքում իրականության ընդամենը 10%-ն է, վատագույն դեպքում գուցե ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում։ Թե ինչ է խոսվում փակ դռների հետ նույն երկրների ղեկավարների միջև, մենք չգիտենք, գուցե նաև գաղտնիքը այստեղ է։ Բայց կարծես թե գոնե Ռուսաստանի նախագահի մակարդակով առանձնապես բացասական վերաբերմունք մենք չենք տեսնում ոչ Հայաստանի, ոչ էլ Հայաստանի ղեկավարի նկատմամբ։ Ընդհակառակը ես կասեի, մենք տեսնում ենք հարաբերականորեն դրական վերաբերմունք։ Դե իսկ Փաշինյանն ինչպես շաբաթներ առաջ Մոսկվայից, այնպես էլ երեք Դաշնության հյուսիսային մայրաքաղաքից էր ռուսական էստրադայի հնչյունների ներքո սրտիկներ ուղարկում իր հետևորդներին, ցուցադրելով իր պատուհանից բացվող պետերբուրգյան գեղատեսիլ տեսարանները։